Երկրորդ Կորինթացիների 4 գլուխ 8-րդ խոսքից կկարդամ։ Հետևյալն է ասում Պողոս առաքյալը. ամեն բանի մեջ ինչ ենք, նեղված ենք, ամեն բանի մեջ նեղված ենք, եւ այստեղ վերջակետ դրված չի։ Ինչ է դրված։ Ստորակետ է դրված։ Կարող ենք հիմա ստորակետից հետո բոլորս իրար հետ կարդալ ինչ է գրված։ Բայց ճնշված չենք։ Կարոտյալ ենք, բայց ես հիմա կկարդամ առաջի հատվածը, դուք մենակ բայցից հետո կկարդաք, լավ։ Ամեն բանի մեջ նեղված ենք, կարոտյալ ենք, ամեն։ Ուրեմն այսօրվա պատգամն այսպես է կոչվում, նեղված ենք, բայց ճնշված չենք։ Անգլերենում այս քարոզը երբ որ տալիս է այնտեղի եկեղեցում այս վերնագիրն է դրել pressed to be blessed։ Հիմա այստեղ Նատալին կարծում եմ հասկացավ ինչ ասեցի։ Եվ Անին pressed to be blessed։ Կամ նեղված ենք, բայց ճնշված չենք։ Շատ անգամ մենք անցնում ենք, չէ՞, նեղությունների միջով։ Տեր Հիսուսն էլ ասաց. աշխարհի մեջ ինչ կունենաք, նեղություն կունենաք։ Եվ հետո նորից տեսնում ենք ստորակետ ու բայց քաջացեք, ես հաղթել եմ աշխարհը։ Կան այստեղ մարդիկ, որոնք ծանոթ են ճնշումն ինչ է։ Մենակ արյան ճնշում չէ։ Երբ որ կյանքը քեզ ճնշում է, երբ որ հանգամանքները քեզ ճնշում են։ Երեք մենք աղոթքաժողովի մեջ էինք, եւ երբ որ Սեդայի համար աղոթում ենք, երբեք չեմ մոռանա այդ մարգարեական աղոթքը, ես ինձ համար պատգամ առա։ Եվ պատգամ հետևյալն էր, որ դու Աստծո այդ քնարի, ճիշտ կարծես այդ լարերն ես եւ Աստված լարում է քեզ։ Գիտեք, երբ որ գիտարը լարեր ունի եւ լարից ընկած է, չէ՞, ինքը ճիշտ նոտա չի արտաբերի։ Հետևաբար, որպեսզի լարը ճիշտ նոտա արտաբերի, ինչ պիտի արվի, պետք է լարվի։ Իսկ լարվելու համար ինչ է պետք։ Ձգում են, որ ինքը լարվի։ Երբ որ լարվում է, իր ներսում լարվածություն է առաջանում, բայց երբ որ լարվում է, իր ներսից գեղեցիկ ու ճիշտ նոտա է բարձրանում։ Հետևաբար ճնշումները, լարվածությունները մեզ չեն գալիս, որ մեզ ուղղակի սպանեն, ոչնչացնեն։ Այդ ժամանակ Աստված պարզապես լարում է քեզ, որպեսզի ֆալշը քեզանից հեռանա։ Եվ քեզանից գեղեցիկ երկրպագություն հնչի, գեղեցիկ աղոթք եւ ճիշտ երգեցողություն Աստծո առաջ։ Եթե ճնշում չկա, կյանք էլ չկա։ Գիտեք ովքեր ճնշում չունեն։ Մի անգամ մի քույր մեր եկեղեցու մոտեցավ, ասեց Վազգե եղբայր ճնշում ունեմ, խնդրում եմ աղոթի, որ ճնշում չունենամ։ Ասում քույրս ես սխալ աղոթներ չեմ անում, որովհետեւ մեռելներն են, որ ճնշում չունեն։ Ճնշում կա, կյանք կա, կյանք կա, ճնշում կա։ Եվ մենք անցնում ենք բազմապիսի ճնշումների միջով, ճնշվում ենք, նեղված ենք, բայց ճզմված չենք կարծես, կամ ճնշված չենք համարում մեզ, այսպես ասենք։ Եվ միտքը սա է, որ ճնշումը միշտ չի, որ վտանգավոր է, միշտ չի, որ մահացու է, եւ երբեմն նաեւ կարեւոր է։ Առաջի բանը, որ ուզում եմ ասել այս պատգամի մեջ հետեւյալն է. խաղողը պետք է ինչ լինի, որ գինի դառնա, ճզմվի, որ գինի դառնա։ Տեսել եք ինչպես են խաղողը ճզմում։ Ես հիշում եմ մի հատ 5 կինո կար Չելենտանոյից, չէ՞։ Երբ որ այդ լցնում են կողովի մեջ եւ կանգնում են վրան եւ սկսում են ոտքերով ճզմել։ Եվ պատկասում եք խաղողը ինչքան իրան նվաստացած է զգում, երբ որ ինչ որ մեկի ոտքերի տակ է ինքը։ Երբեմն կյանքն էլ կարող է մեզ այդպես ճզմել։ Եվ մենք ճնշվում ենք, մենք վատ ենք զգում, երբ որ մեկը մեզ ցածրացնում է, ստորացնում, նվաստացնում է, երբ որ դժվարությունները մեզ անընդհատ ճզմում են վերևից, ճզմում են կողքերից, մենք կարող ենք շփոթվել եւ ասել, ես ինչ է կատարվում ինձ հետ։ Բայց Աստված ուզում է քո ներսից անուշաբույր գինի արձակվի, որպեսզի շատերի համար օրհնություն լինի։ Հիսուսը որդատունկն է, մենք ճյուղերն ենք, բայց այդ ճյուղը դեկորատիվ չէ, այդ ճյուղից ինչ պետք է կախվի, խաղողի վազ, դա մեր կյանքի արդյունքն է, բայց դա էլ վերջն արդյունքը չէ, խաղողը քամվում է, որպեսզի ճզմվեր եւ գինի դառնար։
իր արժեքը ավելանում է, չէ՞։ Խաղողը 1 կիլոգրամ խաղողը կարող է մի արժեք ունենալ, բայց երբ որ այդ խաղողը գինի է դառնում, ավելի բարձրանում է իր արժեքը։ Ինչ է սա նշանակում մեզ համար։ Երբ քեզ ճզմում են, եւ ինչը կարող է քեզ ճզմել, պարտքերը ճզմում են մեզ, չէ՞։ Մարդկանց վերաբերմունքը ճզմում է, ցավը, հիասթափությունը, մարդիկ կարող է լինել մի պահ, երբ որ զգում ես ել չես դիմանում, ինչ որ մի բան փոխվում է քո կյանքի մեջ, այո, խաղողը վերածվում է գինու։ Աստված ուզում է այդ ճնշումների միջով քեզ անցկացնել, որպեսզի դրան ասում են մետամորֆոզ, որպեսզի վերափոխում լինի քո կյանքի մեջ, որակդ փոխվի, համդ փոխվի, արժեքդ բարձրանա։ Երբ զգաս, որ ճզմվում ես, հարց տուր այդ ժամանակ ինքդ քեզ։ Երբ որ ինձ ճզմում են, ինչ է դուրս գալիս իմ ներսից։ Արդյոք թույն ու թարախ է դուրս գալիս, թե գինի է դուրս գալիս։ Ոմանց միջից քացախ է դուրս գալիս, թթու մի խոսք է դուրս գալիս։ Բայց դու այն ես, ինչ որ ես ճնշումների ժամանակ։ Իրական երբ որ ամեն ինչ լավ է, շատ հեշտ է խաղալը։ Երբ որ ամեն ինչ լավ է, շատ նորմալ վիճակի մեջ ես դու, բայց իրականության մեջ քո ներսինը երևում է ճնշումների ժամանակ։ Հիշում եք Տեր Հիսուսը, այսինքն Աստված, Հայր Աստվածը ասաց հրեաներին, որ ես ձեզ բերեցի անապատ ինչի համար, որպեսզի ձեր ներսինը ձեզ ցույց տամ, որպեսզի իմանամ ձեր սրտում ինչ կա։ Հենց ճնշումները այդ ժամանակ բացահայտում են մեր իրական դեմքը, իրական հավատքը, որքան իրական են մեր աղոթները, մեր երկրպագությունը, մեր նվիրումը, ճնշումները գալիս են, որպեսզի ստուգեն մեր օրիգինալությունը։ Մի անձնավորություն կար Հորացիո Սփաֆորդ անունով Չիկագոյում ապրող մի քրիստոնյա էր 1800-ականների վերջերում, իրավաբան էր, գործարար էր, 1871-ում Չիկագոյում մեծ հրդեհը վնաս հասցրեց նրա ունեցվածքին։ Մի քանի տարի անց նա որոշեց ընտանիքով մեկնել Եվրոպա, բայց իր գործերի պատճառով ուշացավ, որոշեց ընտանիքին առանձին ուղարկի նավով իր կնոջ եւ իր աղջիկներին, հետո ասեց ես կգամ եւ ձեզ կմիանամ։ Բայց ճանապարհի ընթացքում Ատլանտյան օվկիանոսում նավը վթարի ենթարկվեց եւ խեղդվեցին իր աղջիկները։ Կինը մի կերպ փրկվեց, երբ որ հասավ Բրիտանիա իրան տարան, մի հատ կարճ հեռագիր գրեց, որի բովանդակությունը հետևյալն էր. միայն ես փրկվեցի։ Սփաֆորդը անմիջապես ճանապարհ ընկավ, որպեսզի գտնի իր կնոջը, մխիթարի եւ չգիտեր, թե ինչ ասեր նրան։ Երբ որ նավը մոտենում էր այդ տարածքին, որտեղ այդ վթարն էր եղել, նավապետը նրան ասաց. նայի, այդ նավը, որով քո աղջիկները գնում էին եւ խորտակվեց, հենց այստեղ է եղել։ Նա կանգնեց, նայեց այդ տարածքին եւ այդ ցավերի մեջ հավատքով գրեց մի օրհներ, որ այսօր աշխարհահռչակ երգ է դարձել, անգլերեն մի հիմն, եւ այսպիսի բառեր ունի. It is well with my soul։ Շատ հայտնի մի երգ է։ Այդ դառը պահին, երբ որ անցնում էր այդ ճզմվածության միջոցով, գրեց ամենագեղեցիկ ու քաղցր երկրպագության երգերից մեկը, որ միլիոններ են երգում ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ այդ բառերը պարզապես ձեզ փոխանցել, մոտավոր թարգմանել եմ։ Երբ խաղաղությունն ինչպես գետ ուղիս է հորդում, երբ վիշտը ծովի ալիքի պես վրաս է գալիս, ինչ էլ որ բաժինս լինի այս կյանքում, դու սովորեցրիր ասել խաղաղ է հոգիս, խաղաղ է հոգիս, խաղաղ է իմ հոգին։ Թե սատանան հարվածի, թե փորձանքներ գան, թող այս օրհնյալ վստահությամբ սիրտը շարժվի, Քրիստոսը տեսավ իմ անզոր դրությունը եւ իր արյունը հեղեց, որ հոգիս փրկվի։ Ցավից ցնծություն կարող է ծնվել, արցունքից արդյունք, վերքից բերք։ Հետևաբար, երբ որ զգում ես, որ մի բան քեզ ճզմում է, դա նրա համար չի, որ դու ոչնչանաս։ Դա նրա համար է, որ քո ներսից մի նոր գինի բխի եւ օրհնություն լինի։ Երկրորդը, որ ուզում եմ ասել, ձիթապտուղի օրինակն է։ Ձիթապտուղ։ Այսօր մեր Ռոզան քույրը հյուրասիրեց, ասում եմ, այս ձիթապտուղը հայկական է, Մեղրիից են բերել, այստեղ են աճեցրել։ Ձիթապտուղը, երբ որ իրեն քամում են,
ինչ է դուրս գալիս նրանից, ձեթ է դուրս գալիս, չէ, յուղ է դուրս գալիս, ինչ է սա նշանակում մեզ համար, ինչը կարող է մեզ քամել, ինչը կարող է մեզ սխմել այն աստիճան, որ մեր ներսից դա դուրս գա, քամել այն բանը, երբ ուժերդ էլ չեն հերիքում, երբ որ ներսիցդ զգում ես մի բան քեզ ճզմում է, ճնշում է, եւ այդ ժամանակ է, որ յուղը դուրս է գալիս։ Մենք շատ ժամանակ ենք խոսում օծության մասին, օծություն փոխանցելու մասին, որ մեկը գա ձեռ դնի կոստյումը գցի քո վրա, ասի վերցրու օծություն եւ դու էլեկտրահարվես, ասես ես նոր օծություն եմ ստացել։ Բայց իրականում օծությունը ներսից է բխում եւ հենց այդ իրավիճակների մեջ։ Եթե դու ձիթապտուղ ես, ուրեմն դու պետք է ճզմվես, որ քեզանից ձեթը դուրս գա։ Իսկ ինչ այդ ձեթը, դա օծությունն է, որը լույս է տալիս, չէ՞, յուղը այրվում է, լույս է տալիս, որը բժշկություն է բերում վերքերի համար։ Իսկ ինչ է դա կարող է լինել խաղաղություն, ներում, հեզություն, նոր կյանքի որակ։ Տեր Հիսուսը, երբ որ Գեթսեմանի պարտեզում էր, ես եղել եմ Գեթսեմանի պարտեզում մի քանի անգամներ։ Գեղեցիկ մի վայր է, տուրիստական տեղը, տարեկան 100,000-ավոր տուրիստներ են գնում, նկարվում են այնտեղ, ժպտում են, հիանում են, այնտեղ նույն այդ ձիթենիներն են տնկված, որ տարիներ, դարեր առաջ եղել է եւ Տեր Հիսուսը դրանց տակ աղոթել է։ Ես շատ հաճելի տպավորություններ եմ ստացել Ձիթենիաս պարտեզում։ Շատ խաղաղ մի վայր է, բայց 2000 տարի առաջ Տեր Հիսուսը այդպիսի տպավորություններով չէր մտել այդ պարտեզ։ Դուք գիտեք Գեթսեմանի ինչ է նշանակում, դա եբրայերեն մի բառ է, որ այսպես է հնչում Գադ Շմանիմ, այսինքն ձեթի մամլիչ, մի վայր, որտեղ ճզմում էին ձիթապտուղը, որպեսզի յուղ ստանային։ Եվ այդ յուղը օգտագործում էր տաճարի ճրագակալների համար։ Եվ Տեր Հիսուսը իր կյանքի ամենածանր ապրումը ունեցավ այդտեղ։ Ամենածանր գիշերն էր այդտեղ։ Ինչպիսի ճնշումներով նա անցավ, երբ որ իր աշակերտներին ասաց. «Կողքս մնացեք, մի քնեք, արթուն մնացեք, ինձ հետ ինձ մենակ մի թողեք, հոգիս մահու չափ ինչ է, խռոված է, տրտմած է»։ Նա ծանր ապրումների մեջ էր, այն աստիճան, որ քրտինքը արյան պես ինչ է լինում, ուղղակի հոսում էր նրանից։ Նա ծանր ապրումների մեջ էր։ Եվ երբեմն մենք էլ կարող ենք անցնել այդ մամլիչի միջով, երբ որ զգում ես, որ կյանքը քեզ ճզմում է պարզապես, չես դիմանում, բայց դա մի բանի համար է, որ յուղդ շատանա, յուղդ բխի քեզանից։ Օծությունը չի գալիս ուղղակի մեկի ձեռնադրությամբ կամ մեկի փչելով քո վրա, դա գալիս է, երբ որ դու անցնում ես այդ մամլիչի միջով։ Այդ օրն էլ Տեր Հիսուս Քրիստոսը ճզմվեց, անցավ այդ մամլիչով, այդ ապրումներով անցավ, բայց նրանից դուրս եկավ գեղեցիկ մի աղոթք Հովհաննես 17-ի, որ ասում են քահանայապետական աղոթք։ Ինչն է քեզ այսօր քամում։ Արդյոք Աստված քեզ քամում է, ոչ թե քեզ վերացնելու, ոչնչացնելու համար, այլ որ քո ներսից գեղեցիկ մի բան բխի։ Ուրեմն խաղողը ճզմում են, ձիթապտուղը քամում են, եւ հիմա կգանք երրորդ օրինակին, ադամանդն էլ պետք է ձևավորվի, տաշվի։ Լսել եք այս տարբերությունը, չէ, նախքան ադամանդը ինքը կարծեմ ալմաստ են իրան ասում, եթե չեմ սխալվում, այդ քարը, հումքը, որ այդքան էլ արժեք չունի, բայց ինչումն է նրա արժեքը տաշվածքի մեջ։ Եվ իսկ ադամանդը ինչով են տաշում, մեր Աշոտ եղբայրը ադամանդագործների քաղաքից է, Նոր Հաճնից է, բայց ադամանդագործ չի։ Ադամանդը ադամանդով է տաշվում, չէ, իրար հետ են տաշում։ Եվ որքան տաշվածքը շատ է, անկյունները շատ են, հղկվում է ու հղկվում է, այնքան ինքը ինչ է լինում, փոքրանում է։ Ինքը սկզբից մեծ քար է, հետո տաշում են, պոկում են, ամեն օտար տարերը հեռացնում են, ինքը գնալով փոքրանում է։ Բայց նկատել եք, որքան ինքը փոքրանում է, այնքան իր արժեքը բարձրանում է։ Հետևաբար մեր արժեքը մեր չափսերի մեջ չի, մեր որակի մեջ է։ Մեր արժեքը բարձրագոչ խոսքերի մեջ չի,
մեր տաշված բնավորության մեջ է։ Շատերը կարող են գեղեցիկ խոսալ, շատերը կարող են գեղեցիկ տպավորություն թողնել մարդկանց վրա, գեղեցիկ հագնվել, գեղեցիկ էսթետիկ կեցվածք ունենալ, բայց հերիք է կանգնես նրա ոտքին, անցնի մի փոքր ճնշումների միջով եւ ինքն իրեն կորցնում է արդեն։ Ինքնատիրապետումը կորցնում է, բնավորություն չունի։ Հետևաբար ադամանդի արժեքը իր տաշվածության մեջ է։ Կան մարդիկ, որ ասում են, չէ, այս մարդը տաշված մարդ է։ Անցել է դժվարությունների միջով, կյանքը նրան կերտել է, փոխել է։ Դրա համար ավելի համբերատար է դարձել, նրա բնավորությունը հղկված է։ Կա այստեղ մեկը, որ կուզենա, որ Աստված իրեն հղկի, բայց հեշտ բան չի դա։ Մենք շատ ուրախությամբ հիմա ձեռք ենք բարձրացնում, Աստված էլ նայեց, ասեց, ուշադիր եղեք, մխիթարը, այս մեկը ձեռ բարձրացրեցին, զբաղվեք իրանցով։ Բայց մենք կարիք ունենք, որ Աստված մեզ տաշի։ Որովհետև եթե չտաշենք, կլինենք անտաշ։ Իսկ անտաշ մարդը վտանգավոր մարդ է։ Տեր կերտիր մեզ, տաշիր մեզ, հղկիր մեզ, փոխիր մեզ։ Հարց եմ ուզում տամ, ունենք մեր բնավորության մեջ գծեր, որոնք պիտի տաշվեն, թե ամեն ինչ օքեյ է մեզ հետ։ Մենք ոչ մի խնդրեմ ենք, ոչ մի խնդիր չունենք փոխվելու։ Մենք կարիք ունենք, որ Աստված մեզ տաշի, փոխի եւ որքան հղկում է մեր արժեքը գնալով բարձրանում է։ Մեր խոսքերը ավելի ծանրակշիռ են դառնում, մեր կյանքը ավելի օրինակելի է դառնում ուրիշների համար։ Դու պետք է անցնես այդ process-ով։ Հակոբոս 1:2-4 համարներում ասում է, փորձությունը, երբ որ գալիս է հատուկ նպատակի համար, ինքը աննպատակ չի գալիս։ Դրա համար ասում է, ուրախացեք, երբ որ կերպ փորձությունների մեջ եք ընկնում։ Էդ ով է մեզանից ուրախանում։ Ես փորձում եմ, հələ ձախողում եմ, չի ստացվում ինձ մոտ։ Բայց Հակոբոսն ասում է, ուրախացեք, ինչու՞։ Որտեղ փորձությունը համբերություն է առաջացնում։ Ես արդեն տարիներ չեմ աղոթում, որ Աստված ինձ համբերություն տուր, որովհետև Աստված ասում է շատ լավ, ես ունեմ տալու միջոցներ, փորձություն կտամ քեզ։ Փորձությունը ամենակարևոր որակն է մեզ ձևավորում։ Նկատել եք այն մարդիկ, որոնք ամենաշատն են անցել փորձություններով, ամենահամբերատարն են։ Այն մարդիկ, որոնք քիչ են անցել փորձություններով, անհամբերատար են։ Այն մարդիկ, ովքեր փորձառություն ունեն, ավելի երկայնամիտ են։ Իսկ փորձությունը ինչ է, համբերությունն ինչ է անում, ասում է, որպեսզի կատարյալ լինեք եւ ամբողջական, եւ ոչ մի բանի պակասություն չունենաք, ոչ թե նյութական առումով, այլ բնավորության առումով։ Ուրեմն ադամանդը ալմաստ է սկզբից, բայց նա պետք է տաշվի եւ արժեքը կբարձրանա։ Ցավոք սրտի քույրեր, եղբայրներ, որքան անտաշ հավատացյալներ կան եկեղեցիների մեջ։ Բայց Աստված նույն հավատացյալներով տաշում է մեզ։ Երբ որ տաշում է, մի անգամից մի շտապիր բորբոքվել, մի շտապիր հարցակվել, այլ հարց տուր, գուցե սա իմ Աստծո ձեռքն է, որ ինձ տաշում է։ Ես հիշում եմ մեր եկեղեցու եղբայրներից մեկը մի անգամ եկավ խոստովանության, ասում է մեքենայով գնում եմ, մեկ էլ մի հատ բեռնատար է իմ առջևից, սիգնալ եմ տալի, աչք չի քաշում, նորից եմ սիգնալ տալի, լույս եմ գցում, հետո հունից դուրս եկա, ծաղ քաշեցի, մոտեցա իրան, բերանս բացի սկսեցի իրան հայոյել, մեկ է տեսա մեր եղբայրներից մեկն է եկեղեցու։ Հետո եկավ եկեղեցի գլուխը կախ, ասում է խայտառակվեցի։ Աստված ինձ ամաչացրեց եւ ցույց տվեց, որ անգամ որպես վարորդ դու դեռ անտաշ ես, պիտի փոխվես։ Լավ է, որ Հիսուսը չի եղել ղեկին։ Բայց ի՞նչ տարբերություն է, թե հայում ես իր եղբայրներից մեկին իրան ես վիրավորում։ Ուրեմն մտածենք մեր կյանքի ոլորտների մասին, որտեղ կարիք ունենք տաշվելու։ Ինչ բնավորության գիծ կա, որ պետք է հղկվի, որ Քրիստոսի նման լինի։ Լսել եք Նիկ Վույչիչի մասին, չէ՞։ Երբ որ ասում ենք Նիկ Վույչիչ, ինչ ենք, արդեն հասկանում ենք իր կերպարը, չէ՞։ Մարդ, որ չունի ոչ ձեռք, ոչ ոտք, ընդամենը մի հատ ելուստ ունի, որ հայտնի չի ինչ է։
ոչ մի վերջույթ չունի ինքը։ Եվ ինքը պատմում է, ասում է, երբ որ ես պատանի էի, լսեցի Հիսուսի մասին, հրաշագործ Հիսուսի մասին, այնքան մեծ հույսեր արթնացան իմ մեջ, եւ ես ամեն գիշեր աղոթում էի եւ ամեն առավոտ արթնանում էի այն հույսով, որ ուր որ է, պիտի աչքերս բացեմ ու տեսնեմ, որ ձեռքերս աճել են, ոտքերս աճել են, կյանքս փոխվել է։ Բայց ամեն առավոտ ես արթնանում էի խորը հիասթափությամբ եւ հուսահատությամբ։ Ասում եմ, որ 14 տարեկան էի, որոշեցի ինքնասպան լինել եւ մեր աստիճաներից ինձ գլորեցի ցած, որ մեռնեմ, որովհետեւ ապրել ես անիմաստ էր ինձ համար։ Բայց հետո, ասում եմ, Տիրոջ ողորմությամբ իմ կյանքը փոխվեց։ Ձեռքերս չաճեցին, ոտքեր ձեռք չբերեցի, բայց ձեռք բերեցի տաշված ու փոխված բնավորություն։ Եվ ասում եմ, Տեր Հիսուսն ինձ ասեց, եթե թույլ տաս, ես կլինեմ քո ձեռքերն ու ոտքերը, եւ դու կշրջես ամբողջ աշխարհով մեկ, եւ կանես բաներ, որ մարդիկ, որ ոտքեր ու ձեռքեր ունեն, չեն կարող անել բաներ։ Դրա համար նույնք վույճի չենք ասում, մենք արդեն գիտենք ով է ինքը։ Աստված այդքան հետարքրված չի, ձեռք ունես, ոտք ունես, ավելի հետարքրված է բնավորություն ունես, թե չէ, տաշված եւ հղկված։ Ինքը նայում ես մարկային կիսամարմին է, բայց իր արժեքը որքան բարձր է, երբ որ աղոթում է նախագաներն են ծնկի գալիս եւ իրանց սիրտը հանձնում Քրիստոսին, նրա բնավորությունը օրինակելի է, վկայությունը ազդեցիկ է։ Տեր ինձ էլ դարձրու այդպեսին, որ իմ բնավորությունը քո նման լինի, հղկված, տաշված ադամանդի նման։ Ուրեմն եկեք այդ օրինակները վերհիշենք նույնիսկ խաղողը պետք է ճզմվի, հետո ձիթապտուղը պետք է քամվի, ալմաստը պետք է տաշվի դառնա ադամանդ, եւ մա չորրորդը ոսկին պետք է հալվի, ձուրվի, որպեսզի մաքրվի։ Ես մոռացա այսօր, երբ որ գնում ենք Ամերիկա, մի հատ ոսկե հանքաքար ունի, տվեցի այդ գարին։ Սա դրել էր իր դաշնամուրի վրա, մոռացա բերել։ Հետո նայում, տեսել եք ոսկե հանքաքարը ինչ է։ Ինքը մի հատ սև զանգված է, փոքրիկ ոսկի մի հատ փշրանքներ կա իր վրա եւ ինքը այդքան արժեք չունի։ Դրա համար ինձ են տվել, ես էլ այդ գարն եմ, որ արժեք ունենար այդ գարն ոչեի տա։ Հետս կտանեի։ Հետո այդ գարնը տա դրել է իր դաշնամուրի վրա, որ իսկական արժեք ունենար, կտաներ կպահեր միտեղ, որ ոչ ոք չէր տեսնի։ Բայց երբ որ բավական է այդ ոսկու քարը անցնի կրակների միջով, հալվի, նա լրիվ ուրիշ ոսկի կդառնա, իր գինը մի անգամից կբարձրանա։ Հետևաբար կրակը ոսկին ոչնչացնելու համար չի։ Հիշում եք մարգարեության մեջ ասում է, երբ որ անցնես կրակների միջով, դու չես այրվի, բա ինչ կլինեմ, դու կհալվես, կզտվես, որպեսզի քո հարգը բարձրանա։ Հիշում եք Սեդրակ, Միսակ, Աբեդնագովն էլ ինչ արեցին, նրանք չմարեցին կրակը, նրանք չաղոթեցին, որպեսզի կրակը մարի, եւ Աստված էլ չմարեց կրակը, ընկան կրակների միջով, անցան, բայց դրանից հետո իրանց արժեք ինչ եղավ, բարձրացավ, եւ թագավորը երեսնի վայր ընկավ եւ սկսեց նրանց Աստծուն պաշտել։ Ինչու համար է պետք կրակը ոսկե հանքաքարի համար։ Ինչու համար։ Որպեսզի զտի, որովհետև իր ներսում տարեր կան, կեղտոտ տարեր կան, որոնք կապ չունեն ոսկու հետ, որոնք տարալուծված են եւ խանգարում են, դարձել են մեկ զանգված եւ խանգարում են ոսկու արժեքին։ Դրա համար Աստված ասում է, ես քեզ կանցկացնեմ կրակների միջով, ոչ թե քեզ ոչնչացնելու համար, այլ արժեքդ բարձրացնելու համար։ Եվ ուշադրություն, որքան թեժ է կրակը, այնքան բարձր է ոսկու հարգը։ Ինչի համար, որովհետև կրակի մի մակարդակ կա, որ այդ տարը չի մաքրվի դրանով։ Հետևաբար ոսկերիչը ավելի է բարձրացնում կրակի ուժգնությունը, որպեսզի այդ տարը հալվի եւ դուրս գա։ Եվ նկատում եք, այս կողմից մտնում է քար, այն կողմից դուրս է գալիս ձուլակտոր, մաքուր ոսկի։ Եվ ամենաբարձր հարգը կարծեմ 999 է, չէ՞։
որ ամենաբարձրն է, ամենաարժեքավորն է, եւ իր արժեքը երբեք չի իջնում, ոսկու գինը միշտ բարձրանում է։ Ինչ կրակներ կարող են լինել մեր կյանքի մեջ, մենակության կրակը, հալածանքի կրակը։ Մենք անցած օրերին տեսանք, այստեղ աղոթքաժողով էր մոտ 20 պարսիկներ, որոնք կենթանի նահատակներ էին, որոնք անցել են ամենադաժան ճնշումների միջով։ Յասեր եղբայրը այսօր իր հետ նախաճաշ է անում եւ պատմում էր իր կյանքի պատմությունը, ասում է, երբ որ ինձ բռնեցին, 2 ամիս իմ աչքերը փակ էր, ես լույս չէի տեսնում։ Եվ ինձ անընդհատ ճզմում էին, ճնշում էին, որ ընդամենը իմ բերանից ուրացման մի խոսք պոկեին։ Եվ ինձ ասում են, դե ի՞նչ ա գնում քեզանից, մի հատ բերանով հրաժարվի Քրիստոսից, դուրս արի, հետո գնա ինչ ուզում ես արա։ Բայց ասում ես, մինչև վերջ Տիրոջ հավատարիմ եղա եւ 5 տարի անցկացրեց բանտում։ Դրա համար իր արժեքը մեզ համար ինչքան է, չէ՞։ Երբ որ ինքը կանգնում է մի բան է խոսում, ասում են, չէ՞, ոմանց ասում են, ձենը տակ տեղից է դուրս գալիս, բայց մարկը իր ձայնը դուրս է գալիս արժեքներից, ապրածից, եւ լսողը տպավորվում է։ Աստված թույլ է տալիս, որ մենք էլ անցնենք կրակների միջով, ինչու, որտեղ մեր մեջ խառնուրդներ կան, աշխարհից բաներ կան, մեղքից բաներ կան, ժառանգած մեր ծնողներից գծեր կան, որոնք չեն հաճեցնում նրան, մեզ էժանացնում են։ Կամ բաներ, որոնք մեզ էժանացնում են, մեր վարքի մեջ, մեր բնավորության մեջ, մեր անզուսպ լինելու մեջ, մենք էլ ենք մեզանից հիասթափվում։ Բայց երբ որ Աստված անցկացնում է մեզ հալոցքի միջով, հաճելի չի մեզ, շոկ է, ճնշվում ենք, լարվում ենք, անհանգստանում ենք, հետո նայում ենք ոսկերիչի սառնասրտությանը, երբ որ ավելի է թեժացնում կրակը, եւ մեզ մտածում ենք Աստված մոռացել է մեզ, Աստված դաժան է մեր հանդեպ վարվում, բայց փառք Աստծո, որ Աստված խղճմտանքով չի շարժվում, իր հոգով է շարժվում։ Երբեմն մենք խղճում ենք մեր երեխեքին, չէ, բայց մեր խիղճը փչացնում է մեր երեխեքին։ Ասում դե լավ, մեղք է, հեռախոսը տամ, թող ձենը կտրի, եւ ապականում ենք նրանց։ Բայց Աստված խղճով չի շարժվում, ճշմարտությամբ է շարժվում։ Դա համար երբեմն կարող է մեզ թվա կարծես անխիղճ է Աստված, բայց գթառատ է Աստված։ Այնքան, որ թույլ է տալի, որ մենք անցնենք երբեմն անխիղճ վիճակների միջով։ Թույլ է տալի, որ մարդիկ երբեմն նման կերպ վարվեն մեր հետ, որպեսզի մեր ներսի ճիշտ զանգվածը երևա։ Հոբ 23-րդ գլխի մեջ Հոբը ինքը հայտնվեց թեժ կրակների մեջ։ Դաժան, ծանրագույն պայմաններով էր անցնում, ինքը հերիք չի։ Մի հատ էլ իր ընկերները եկան այդ կրակը ավելի թեժացրեցին, իր վերքերը ավելի ցավեցրեցին։ Բայց Հոբ 23-ի 10-ն ասաց. երբ որ Աստված ինձ փորձելու լինի, ես ոսկու նման դուրս կգամ։ Այսինքն այդ փորձությունը իմ ներսի ոսկին է ի հայտ բերելու, ինձ զտելու է եւ ինձ մաքրելու է։ Զաքարիա 13-ում էլ գրված է. կրակի մեջ պիտի գցեմ եւ նրանց պիտի զտեմ, ինչպես արծաթն են զտում, ինչպես ոսկին են փորձում։ Ուրեմն նման իրավիճակներում մեր արժեքը բարձրանում է։ Եվ վերջինը, սեր մնել, ուրեմն եթե խաղողը պետք է ճզմվի, ձիթապտուղը պետք է քամվի, հետո ադամանդը պետք է տաշվի, ոսկին պետք է հալվի, սեր մնել պետք է մեռնի։ Այս բոլոր սիմվոլները մեզ են վերաբերվում։ Որտեւ Աստծո համար դու նույն այդ խաղողն ես, Աստծո համար ձիթապտուղ ես, Աստծո համար դու այդ սերմն ես, որ եթե ինքդ քեզանով մնաս, մենակ կմնաս։ Բայց ինչ կա սերմի մեջ։ Սերմի մեջ կա կյանք, որը դրսևորվում է միայն մահվան միջոցով։ Սերմի մեջ կա հոտ, կա գույն, կա համ, կա գեղեցկություն, կա անտառ, կա կանաչություն, կա պտուղ, որ վայելում են մարդիկ, քաղցրություն կա դրա մեջ, վիտամիններ կան դրա մեջ, բայց այդ ամեն ինչ, այդ գանձը, որ նրա մեջ է, այդպես էլ չի դրսևորվի, եթե նա չմեռնի։ Հովանու 12:24-ում գրված է. «Միջև ցորենի հատը չընկնի եւ մենակ չմնա եւ չմեռնի, ինքը մենակ կմնա եւ պտուղ չի տա, բայց ինքը պետք է ընկնի եւ մեռնի, որպեսզի պտուղ տա»։
Ինչ է սա մեզ համար նշանակում։ Սերմը երբեմն, երբ որ մյուս սերմերի հետ է, լավ է իրեն զգում, բայց նա անպտուղ մի սերմ է։ Հետևաբար վերցնում է սերմնացանը, ցանում է եւ անկարծ սերմը իրեն մենակ է զգում, կորած։ Հերիք չի, ինքը ընկել է հողի մեջ, ընկած վիճակում է, մի հատ էլ հողը իր վրա են լցնում, չէ՞։ Եկեք տեսնում եմ մթության մեջ, հերիք չի, մենակ եմ, շուրջս մութ է, ինչ է կատարվում ինձ հետ։ Պատկերացնում եք այդ սերմի ապրումները, ես մենակ եմ հիմա մնացել, ես դժվարությունների մեջ եմ, ես հալածանքների միջով եմ անցնում, մութ է, խավար փուլ է սկսվել իմ կյանքի մեջ։ Եվ շատ հավատացյալներ այսօր նման իրավիճակներով կարող են անցնել։ Հետո տեսնում ենք, որ հողի մեջ տարրեր կան, որոնք ինչ են անում, քայքայում են սերմի արտաքին կաղապարը։ Զգում ես բաներ կան, որ քեզ քայքայում են, անհանգստացնում են, մի բաներ, որ պոկում են քո վրայից։ Եվ դու ասում ես, Տեր, ուր ես դու իմ կյանքի մեջ։ Կանչում են, պատասխան չկա, լույս չկա, ոչ ոք իմ կողքը չկա։ Բայց այդ ամենը մի նպատակ է հետապնդում, որպեսզի քո ներսի կյանքը արտահայտվի եւ դուրս գա։ Աստված քո մեջ արմատ է ուզում առաջացնել։ Նախքան ծլելը պիտի արմատ գցես։ Շատ հավատացյալներ արագ ծլում են, բայց արմատ չունեն։ Քույրեր, եղբայրներ, միշտ ապեք ծլել եւ դուրս գալ հողի տակից։ Արմատ գցեք։ Ձեր արմատը վաղը ձեզ պահելու է։ Իսկ արմատը չերևացողն է։ Խորացրեք ձեր արմատները աստվածապաշտության մեջ, Աստծո խոսքի մեջ, աղոթքի կյանքի մեջ, որովհետև արմատներն են սնում ծառը, չէ՞։ Իսկ եթե արմատը ցույց դնես կչորանաս։ Երկրորդ Կորինթացիներ 4:17-18-ում ասում է. մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար։ Ուրեմն Աստված թույլ է տալիս երբեմն, որ մենք ճզմվենք, որպեսզի մեր ներսից գինի դուրս գա։ Աստված թույլ է տալիս, որ մենք քամվենք, որպեսզի մեր ներսից յուղ դուրս գա։ Աստված թույլ է տալիս, որպեսզի մենք տաշվենք, որպեսզի մեր արժեքը բարձրանա։ Աստված թույլ է տալիս, որ մենք անցնենք կրակների միջով, հալածանքների եւ դժվարությունների միջով, որպեսզի մեր հարգը, մեր որակը բարձրանա։ Եվ Աստված թույլ է տալիս, որ մենք ընկնենք, երբեմն էլ ոտքով կանցնեն մեր վրայով, մեր վրա հող կլցնեն, մենք մենակ կմնանք մթության մեջ, որպեսզի պտղաբերենք։ Կուզենամ կանգնենք հիմա Տիրոջ առաջ։ Եթե այսօր դու նեղված ես, միշտ ապիր եզրակացնել, որ Աստված հեռացել է քեզանից։ Հնարավոր է, որ Աստված աշխատում է քո վրա։ Եթե այսօր մարդիկ քեզ ճնշում են, տաշում են, հարվածում են, նեղացնում են, միշտ ապիր ըմբոստանալ Աստծո դեմ, միշտ ապիր վիրավորվել, դառնանալ մարդկանց հանդեպ, շտապիր աղոթքի սենյակ եւ ասա Տեր, գուցե ինչ-որ բաներ ես ինձ սովորեցնում, գուցե ուզում ես, որ ներել սովորեմ քո նման։ Երկ կա չէ, երբ որ Սուրբ Հոգին իմ մեջ գործի, ասում եմ կպարեմ Դավթի նման պարելը շատ հեշտ է։ Բայց Դանիելի նման կաղոթեմ, բայց արդյոք պատրաստ ես ներել Հիսուսի նման, սիրել Հիսուսի նման։ Հենց սա է Աստված ուզում մեր մեզ ձևավորել։ Իսկ քո ներսում կա գինի, քո ներսում կա յուղ, քո ներսում կա ադամանտ, քո ներսում կա ոսկի, քո ներսում կա կյանք սերմի մեջ, բայց դա չի դրսևորվի, եթե դու չանցնես համապատասխան վիճակներով։ Աստված աշխատանք է տանում քո հետ։ Հեշտ չի մամլիչի դաժան ատամների տակ ընկնելը։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը ամենածանր ապրումներով անցավ։ Եթե մի հոգեբան վելուծի նրա ապրումները, դիագնոզ կդնի, եւ կասես մարդ, այս անձը նևրոտիկ վիճակներով էր անցնում, ամենածանր հոգեկան ապրումներով էր անցնում։ Մի բժիշկի վելուծություն լսեցի գիտական, երբ որ խաչի վրա Հիսուսի մահն էր վելուծում,
Եվ ասում էր Հիսուսը չմահացավ խաչի վրա, որովհետև արյունակամ եղավ կամ ցավերին չդիմացավ, այլ նրա սիրտը չդիմացավ, կոտրվեց։ Չգիտեմ որքանով դա հիմնավոր է, բայց ինքն էր հիմնավորում, ասում է, որ նրա կողից ջուրը բխեց, դա հենց ինֆարկտի նշան էր։ Իհարկե մեր համար դա խորհուրդ է մեծ, բայց ամեն դեպքում Տեր Հիսուսի սիրտը կոտրվեց խաչի վրա։ Եվ երբ որ ավազակը եկավ եւ նրա կողը խոցեց, նրա կողքից ինչ բխեց, արյուն, որով մեր մեղքերը ներվեցին, եւ ջուր, որը մեզ սրբեց, մաքրեց, կյանք պարգևեց։ Երբ որ այսօր էլ մարդիկ գալիս են եւ քեզ ծաղրում են, իրանց խոսքով, իրանց նիզակով քո կողն են խոցում, ինչ է բխում քեզանից։ Ոմանց բերանից թույն ու թարախ է դուրս գալիս եւ Աստված ասում է, չէ, հələ գործ ունեմ քեզ հետ։ Իսկ խաչից իջնելու ժամանակը գիտեք երբ է, երբ որ Աստված տեսնում է, որ քեզանից ջրի աղբյուր է բխում։ Չարախոսում են, դու բարեխոսում ես։ Անիծում են, դու օրհնում ես։ Վատություն են անում, դու լավություն ես անում։ Եվ Աստված ասում է, ես իմ նպատակին հասա։ Հիմա խաչից իջնելու ժամանակն է եւ հարության կյանքով ապրելու ժամանակն է։ Պարզենք մեր ձեռքերը դեպի Տերը։ Թույլ տանք, որ Աստծո Սուրբ Հոգին այսօր գործի մեր մեջ։